Երկար ժամանակ է մենք տարբեր կառույցներին նամակ ենք ուղղել սահմանադրության կետերի խախտման համար։ Մենակ մի կետ չէ, բազմակի կետեր է խախտվել Հայաստանի Հանրապետության մայր օրենքից։ Իշխանությունը այսօր խոսում է սուվերեն ինքնիշխան պետությունից։ Եթե դու քո Հայաստանի Հանրապետության մայր օրենքը չես կատարում, մենք սուվերեն իշխանական պետություն, ինքնիշխան պետություն մենք տեսնում ենք, չկա տես բան։ Բոլոր կառույցները, որոնք որ պատասխանատու են իրանց մասով այդ կետերի հետևմամբ, բոլորը պատասխանել են, որ դա մեր ֆունկցիաները չի։ Հիմա մեզ հետաքրքիր է սահմանադրական կարգի տապալման համար Հայաստանի Հանրապետությունում կլինի մի հատ պաշտոնավոր մարդ, ով կստանձնի, կասի ես եմ պատասխանատուն եւ ես արել եմ սրա համար, լավ եմ արել։ Գոնե այդ պատասխանը ստանանք։ Այս վերջում հարցակում եկեղեցու վրա Կաթխիկոսին կալանել, չգիտեմ, Գալստանյանին կալանել, Աճապարյանին կալանել։ Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, եթե իրանք տերորիստ են, խի քրեական գործերի մեջ չկա տերորիստի հոդված։ Եթե նրանք քաղաքական գործիչներ են, ինչպես ասում էր մեր արդարադատության նախարարը, ասում էր մենք քաղ բանտարկյալներ չունենք։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ մարդկանց, որ այդքան անուններ կարամ թվարկեն բազմակի, որոնք որ քաղաքական գործիչներ են եւ այսօր կալանատներում են։ Ինչի համար է կալանը այդ մարդկանց։ Եթե տերորիստ են, հանրային հրապարակեք, հանեք հրապարակի մեջտեղը գնդակարեք։ Եթե քաղաքական գործիչներ են, ձեր կամքին չենթարկվող, ձեր կմահաճույքով չշարժվող, այդ մարդկանց բաց թողեք։ Վաղ թե ուշ դուք եք հայտնվելու այնտեղ։ Այ մի քանի տարի առաջ դեպքեր եղել, չէ, Արցախի բարձր պաշտոնյա անունը չտամ, որ կալանել էին, հետո ասել էին ինչ անենք քո համար, ասել էր ես բերդերը սիրուն ռեմոնտ արեք, որովհետև վաղը միշտ դուք եք նստելու։ Հիմի ես եմ հորդորում, քանի կարա քրեակատարողական հիմնարկների վրա ուշադրություն դարձրեք, սնունդը լավացրեք, ձեր համար եք անելու։ Դուք եք ընդ նստելու, դուք եք ընդ ճաշ ուտելու, զբաղվելու։ Մեր պահանջը արդար է։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետությունը սահմանադրության կետերով ինչ որ գրված է, ով ինչի համար պատասխանատու է, թող անի այդ գործերը, չէ, թող գնան իրանց տները։ Այս ակնկալիքներ ունեք։ Անկեղծ որ լինեմ, սկի վարչապետից ակնկալիք չունենք։ Շատ անկեղծ էլի, որովհետև այդ նոր մի քիչ առաջ որ ասում ինք ասում է սուվերեն ինքնիշխան պետությունը, ինքը սուվերեն մարդ չի, իրան բազմիցս ասել ենք, չէ՞ մենք, որ այդ մարդը ներդրված մարդը Հայաստանի Հանրապետությունը ոնց որ Ադրբեջանի դեսպանն լինի։ Այս մարդիկ երազել են սաղ կյանքում լինեն, հիմա դարձել են Ադրբեջանի դեսպան։ Ադրբեջանից Թուրքիայից ինչ հրահան գալիս է, կես ժամ հետո շատ գերազանց 5+-ով իրականացնում են իրանց խնդիրները։ Ումից ակնկալիք ունենանք։ Այսօր դատախազի հետ հանդիպել ու ներկայացնել ձեզ մտահոգող խնդիրները։ Անկեղծ մենք բազմիցս փորձել ենք հանդիպենք, նամակով ենք դիմել, կոմպիտենտ մարդ Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչություններին եմ ասում եւ բոլոր այն մարդկանց, ովքեր իրանցից բան են ներկայացնում, պաշտոն են զբաղացնում։ Կոմպիտենտ մարդ չկա, որ ինքը իր խնդիրը անի, բոլորը նայում են դեսպանին, Ադրբեջանի Հանրապետության Հայաստանում նշանակված դեսպանի դեմքին։ Ինքը այսօր ասում է, օրինակ, այսօր դատախազությանը ասում է բոլոր սպիտակ ավտոների վրա ակտ է գրում։ Դատախազությունը հելնում է, սկսում է բոլոր սպիտակ ավտոները անհիմն կանյացնել ու կալանել։ Ինչի համար։ Այս մարդիկ նշանակված են զուտ Հայաստանը ներսից քանդելու համար։ Պրոստը մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նաև քաղաքական ուժի ներկայացուցիչներ, ես համահայկական ճակատ կուսակցության նախագահն եմ, նաև համահայկական շարժման Երևանյան գրասենյակի ղեկավարը։ Մենք պահանջում ենք մեր երկրից հեռու մնան այս մարդիկ, մեր օրենքները չափական են։ Սա նոտարական գրասենյակ չի, որ առավոտ շուտ ով ինչ թուղթ բերի, պեչատեք, դնեք, ասեք սենց պետք է անենք։ Սա հստակ պետություն է, դարերի պատմություն ունի։ Դուք 7 տարվա մեջ այդ պատմությունը ոչնչացնում եք։ Դուք պատմությունը ստե ոչնչացնում եք, Ադրբեջանը մեր պատմությունը սեփականաշնորհում է։ Դա ո՞նց անենք։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։